ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել եւ ընդգծել, որ 2026 թվականի մայիսի 28-ին տեղի ունեցավ մեր նոր բանակի զորահանդեսը, որը շատ մեծ իրադարձություն դարձավ բոլորիս համար, Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որտեղ իսկապես մեզ հաջողվել է մի քանի տարիների ընթացքում լրջորեն բարեփոխել բանակը այն աստիճան, որ մենք հնարավորություն ունենք ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը ունի նոր բանակ, ընդ որում ես ուզում եմ ընդգծել ոչ միայն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը օտար երկրը, այլև Հայաստանի Հանրապետությունում իրական ռազմարտունաբերության համալիրի ձևավորումը, որովհետեւ 2022 թվականից կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամ է ներդրել ռազմարտունաբերության ոլորտում եւ մենք այսօր ունենք մի ռազմարտունաբերություն, որը նաեւ հետաքրքիր արդեն զարգացումներ ունի միջազգային շուկայի ուղղությամբ, արդեն իսկ տեղի են ունեցել առաջին արտահանումները, արդեն իսկ կնքվել են առաջին պայմանագրերը, որոնք արդեն բավականին տեսանելի եւ ծավալուն թվեր են Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես ոլորտի համար, բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ մենք բանակում այլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք իրականացրել, այդ թվում պաշտպան հայրենիաց ծրագիրը, որը նույնպես բյուջետային բավականին մեծ ծրագիր է, եւ պաշտպան հայրենիաց ծրագիրը հետեւյալի մասին է, որ 18 տարեկան զորակոչիկները որոշակի պատրաստությունից հետո դառնում են պայմանագրային զինծառայողներ եւ իրենց ատեստավորման, կամավոր ատեստավորման տոկոսներին համապատասխան ստանում են աշխատավարձ, վարձատրություն բավականին բարձր, ինչը նաև էական սոցիալական փոփոխություն է բերում մեր հանրապետության կյանքում, նաև պաշտպան հայրենիացի ծառայողները հնգամյա ժամկետի ավարտից հետո նաև ստանում են պատվովճար 5 միլիոն դրամ, իհարկե նաև հնարավորություն ստանալով շարունակել ծառայությունը։ Բանակի հետ կապված հաջորդ կարևոր նորությունն այն է, որ այս տարվանից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները բանակում ծառայություն ստանալու պահից նաև բնականի գնման սերտիֆիկատ կստանան հաշվարկված Երևան քաղաքի գներով։ Այսինքն իրենք կընտրեն, ուզում են Երևան քաղաքում գնեն, թե որևէ մարզում գնեն, եւ սա նույնպես կարծում եմ էական սոցիալական գործոն է։ Ես առիթ ունեցել եմ ասելու հարգելի գործընկերներ, որ 2021-22 թվականից մենք որդեգրել ենք քաղաքականություններ, երբ մեր որոշումները, այդ թվում բյուջետային տարբեր ծրագրերով իրենք զուգահեռ մի քանի նպատակներ են հետապնդում։ Այսինքն իրենք մի հարթություն ունեցող ծրագրեր չեն, ինչպես օրինակ անկախիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որը այո ունի շատ կարևոր սոցիալական նշանակություն, բայց նաև ունի ստվերի կրճատման եւ հաղթահարման հետ կապված կարևոր նշանակություն։ Պաշտպան հայրենիաց ծրագիրը օրինակ ունի իհարկե մեր բանակի եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով էական նշանակություն, բայց մյուս կողմից կարևոր է արձանագրել նրա սոցիալական նշանակությունը, որովհետև նախ միայն այն փաստով, որ զինվորների ծնողները ազատվում են իրենց զինվորներին բանակում պահելու մեզ հայտնի երևույթից, հակառակ երևույթն է տեղի ունենում, այսօր բազմաթիվ զինվորներ իրենց ընտանիքների համար ապահովում են եկամուտներ, որոնք նախկինում հասանելի չեն եղել այդ ընտանիքներին, եւ սա նույնպես սոցիալական, էական եւ որոշակի փոփոխություններ է բերում։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար